Ուզեմ գետրոնանանք այս բահուն լիրոջ հետ մդերմության վրա, մինչ կջաշեինք մեր ամին եղբայրը շատ կեղեցիկ հարցում հարցուց, որ շատ գաբ ունի նույթիս հետ։ Ասավ Աբրահամը և Մովսեսը գամ իրենց հավատքին ուժը ուրգե էր, ինչպես իրենք հասան այդ մագարտակի, որ օրինակի համար Աբրահամը ինչպես գրծավ համացայնիլ, որ իր դղան զոհե, որովհետև ես սկսեի մեր խոսակցության մեջ, Աբրահամ դեղմը հասավ Աստծո հետ իր մդերմության մեջ, որ իր որդին զոհելու համար քայլ արավ։ Այն ժամանակ ընտանիքները, որդիները հայրերուն իշխանության տակ էին, հայրերը իրավունք ունեին այն ադեննելու, բայց սա ասել չէ, որ գնեին կամ կհամարձակեին, որովհետև ադիգա ծանր բան է, մեկ հատ տուն քեզի հարցուր, Աստծո ինչքան ալ կսիրես պատրաստ ես քու զավակդ քու սիրելիդ զոհ տալու, բահմը թույքդ կգլես, չէ։ Բայց դեղմը գար, որ Աբրահամ իր զավակը զոհ տալու հոժարեցավ, անգախ մարդ կորեն ինչքան ալ դժվար էր իրեն, անգախ ինչքան դժվար էր իրեն, մարդ կորենալ միշտ դժվար պիտի մնա, մարդը միայն գրնա իր կյանքի մեջ այսպիսի խենթ սովորականեն անտին մարդկային չափանիշներեն վեր որոշում առնել և որ քերբնական ներգործության հետ հաղորդակցություն ունի։ Խենթ նման որոշումներ հավատացյալներ միայն Աստծո հետ մդերմության մեջ կրնան հասնիլ առնելու։ Այս և ասոր նման որոշումներ։ Աշակերտները նման հարցում հարցուցին արիթով Տեր Հիսուսի և Տեր Հիսուսին մեր հավատքը զորացուր, լավ հարցում էր, չէ, բայց կնկատես Տեր Հիսուս աշակերտներուն հարցումին պատասխան չտվավ, իր ըսածը աշակերտներուն հարցումին և պետք ըսկացածին պատասխանը չէր։ Ասավ, եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենաք, կրնակ այս լերը դեղեն շարժել ձով իջեցնելու համար։ Սա կնշանակի առաջին հերթին, որ խնդիրը հավատքի հետ կապված չէ։ Հավատքը կործածելու հետ կապված է։ Եվ օրինակը տվավ մանանեխով և ոչ ժայռով մսենք թե, որ ինչպես է այդպես պիտի մնար։ Մանանեխի հատիկը գրնա ամենափոքր հատիկը լալ, ըստ դերոջ արագին, բայց երբ ադիգա մեծնա կդարածվի և իր ջուղերուն վրա թրջուններ և անոր դագը շուկ գլա, որբեսի նստծվի։ Հետևաբար դերոջ դված օրինակին և խրատի մեջ գար, որ մանանեխի հատիկը, որ հավատքի հետ կապված է, անիգա գրնա բդուղ բերել, անիգա գրնա աջիլ, անիգա գրնա զարկանալ, ադիգա գրնա դարբեր ծևերով մեր կյանքերեն ներս հարաճտիմություն կամ ընթաց կամ բդուղ բերել։ Եվ հետևաբար ես կգարձեմ, որ մենք պետք չունենք մեր հավատքը զորացնելու, որովհետև իրականության մեջ ինչ կվերապերի հավատքին, դերևս ցեզի շատերու զարմանալի երևի։ Եվ որ մենք Հիսուսը Տեր և Փրկիչ ընդունեցինք, հավատքի չափը Աստված մեզի տվավ։ Չէ՞։ Եփեսացիս 2:8-ին համաձայն։ Եվ այդ հավատքի չափը, որ մեզի Աստված տվավ, մենք այդ հավատքի չափով մերժեցինք Սատանան, մերժեցինք աշխարհը և ընտրեցինք Հիսուսը, մերժեցինք խավարը, ընտրեցինք լույսը, մերժեցինք մեղքը, ընտրեցինք անմեղ կյանքը, մաքուր կյանքը, մեզ մե յուրաքանչյուրը
իր պատմությունը ունի, ինչպես ցկեց աշխարհը եւ եկավ Հիսուսին։ Ամեն մարդ իր պատմությունը ունի, թե ինչպես ցկեց խավարը եւ եկավ լույսին։ Ամեն մարդ իր պատմությունը ունի, որում մեջ ինք ցկեց բամը, որ այս աշխարհին եւ աշխարհի իշխանին կպատկաներ եւ ընդունեց մույսը, որ Հիսուս առաջարկեց, երկինքը եւ թագավորությունը առաջարկեց։ Ամենամեծը, որ մենք պետք ունենք այդ է։ Մենք հավատքը անգեյետ ապրելու պետք ունենք։ Հավատքին բդուղը դուրս բերելու աշխատանքի պետք ունենք։ Եվ հետևաբար Տեր Հիսուս աշակերտներուն փորձեց ասել, որ ծեր հավատքը, եթե կորձի տնել սորվիկ, իր արդյունքը քաղել սորվիկ, գամանոր համար աշխատիկ, դուք պիտի կարենաք, որովհետև սավ հունդի պես է քու ցերքիդ մեջ, ուրեմն հունդի պես է կսորվեցներ իրեն ցանե աս հավատքը։ Մի սպասեր այս հավատքը մեծ դառնա, որ համոզվիս որ գրնա, ցանե ինքը պիտի դա պետք եղած բդուղը։ Հետևաբար Հիսուս կանգնալեր, որ այդ սերմը հադիգը իր բնական ընթացքին մեջ դրվի, որբեսի կորձը դուրս երևի։ Եվ իրականությունը այս է, որ Աբրահամ հավատքը չէր զորացներ։ Դեղը չես տեսներ վարմունքը, որ Աբրահամ փորձեր է աղոթքով իր հավատքը զորացնել։ Չեմ կերե թե ցեզ մեկը դեսեր է։ Կամ Մոսես, կամ ուրիշներ, անոնք, որում որ կհավատան, անոր հետ մդերմությունը զորացուցած են։ Մենք եւ որ գուքանք սխալ երբով մեր հավատքը զորացնել կփորձենք, մենք կգործընծնենք արիթը եւ կգործընծնենք բնական ընթացքը, որում մեջ ավելի պիտի ճանչնանք անոր, որուն կհավատանք։ Գիտեք, հավատալ բառը լա եբրայերենի մեջ, լա հունարենի մեջ մեզի կսորվեցնե, երբ կհավատաս մեկումը դպավորված գլաս անոր անցեն, անոր ըրածներեն, անոր կարողութենեն, բոլոր անոր հատկություններեն դպավորված գլաս, կվստահիս անոր։ Հետևաբար, եթե ես կհավատամ Աստծո, դպավորված մի դաբրիմ։ Այսօր երդասարդուիներ դպավորված գլան երկիչեմը կամ երկչույեմը, գնայիս իրենց կյանքին 90% կսկսի նմանիլ այդ երկիչին կամ երկչուհիին։ Անորպես կհակնին, անորպես մազերնին կսանդրեն, անորպես գուդեն, անորպես օղ կտնեն, անորպես վիզնոց կտնեն, անորպես դապատ կը, ամեն ինչ քրեթե անորպես կնեն։ Գնայիս զավակը իր հորը պես կսկսի ընել, որովհետև հայրը իրեն դիբար օրինակն է, աշակերտը իր ուսուցիչին պես կնե, որովհետև իր սորվածները անգեսորված է եւ անիգա իրեն դպավորած է։ Եվ որ մենք հավատանք Աստծո, Աստծո մեջ դպավորվածը լալով անոր հրածները գուքան կնելու, անոր համար Պողոս առաքյալ գսե, ես Քրիստոսի կնմանիմ, ինձի նմանեցեք, Հիսուս գսե, ես հեզ ու խոնար եմ, ինձի նմանեցեք, իմ լուծս թեթև է։ Եվ անոր համար մենք կանչված ենք Աստծո նմանելու, անոր համար կանչված ենք իրեն պես սուրբ լալու, այսինքն մենք կանչված ենք այդ հարաբերության մեջ մտնելու հետը։ Հետևաբար ես բեք չունիմ հավատքը զորացնելու։ Ասիկա ամենամեծ թշնամին է մեր կյանքի մեջ։ Քանի օքի 10 անգամ խնդրած է ասկարաժներոջմեն դեր հավատքը զորացուր։ Ցերկերնիտ ինձ հետ համակորձակցեցեք աջիս։ Քանի անգամ 20 անգամ աղոթած է։ Կատակ չեմ ներգոր, հետս եղեք։ Քանի անգամ 20 անգամ աղոթած է որ հավատքը զորացուր։ 20-ն ավելի, ճիշտ է։ Ես 100 անգամ են ավելի, 1000 անգամ են ավելի աղոթած եմ։ Մինչև որ սորված եմ, որ ամեն անգամ, որ ես հավատքը զորացուր գզեմ, իմ ունեցած հավատքիս եւ անով ունեցած ամբողջ զողողությանս երեսին կթքնեմ։ Քանի օքի դες է։
Եթե Աստծո ինձի դված չափ հավատքով Աստված ընդունեց, որ ես փրկվիմ իր որդին արյունով, իմ բժշկություն ուզելս այդ որդին արյունեն սուխ չէ։ Կանե օքե համաձայն է։ Բեք չունիմ ուրեմն սկացական դարձնելու այս բաղությունը։ Եթե որդին արյունով հոժարեցան, որ ես փրկվիմ, Աստվածաշունչը գսե Պողոս առաքյալի շրթներով, որ եթե ան իր որդին չխնայեց մեզի համար անոր հետ միասին ամեն ինչ ալ պիտի չտա մեզի։ Ուրեմն է որ ես գաղութեմ, որ դեր հավատքը զորացուր, ես իմ ինքնությանս դեմ բادرազմը ստեղծած եմ։ Ես հավատքս կործածել բեք կսորվիմ։ Դեր Հիսուս ինչ կսորվեցներ իր աշակերտներուն անոնք ծառայության թաշմտնել է ետք, եւ որ աշակերտներուն սկսավ իշխանություն տալ։ Նախ իշխանությունը որ դվավ չես տեսներ իրենց շքանշան մտրավ, եւ իշխանությունը մարդոց մեջը չհայտարարվեցավ շքանշանը ինչպես ոստիկանները նշան կունենան, հագուստ կունենան, գլխարկ կունենան, զինվորները, ջեներալները, ուրիշ տեսակ հագուստներ, որ գիտնաս եւ ադոր համացան հարկանքով մոտենաս իրեն կամ հնազանդություն ցույց տաս։ Բամը չրավ, նույն հագուստով մնացին, նույն մարդիկն էին, զադեն իրենց 12 կգանչեց եւ իրենց իշխանություն տվավ։ Ասավ ես ցեզի իշխանություն տվի։ Հիմա ձեր մեջն է։ Բժշկելու իվանները, վրընդելու թևերը ցեզի պիտի նազանտին ուզեն չուզեն։ Երևակայեցեք այդ բան միլիարավոր թևեր մտիկ կնային Հիսուսին խոսքին։ Աշակերտները վերջի եկան ասին, վաու, չլալիք ենք մենք։ Բոլորը մեզի մտիկ կնային։ Չէին համարցակեր մեզի հագարագիլ, երկու անունով կխոսեինք։ Անգեերտ դեր Հիսուսը սկսավ շատ հադուկ երբով իրենց սորվեցնել եւ սկսավ իրենց թասկեր տալ, որովհետեւ սորվին իրենց իշխանությունը կործածել։ Երբ եկավ ժամանակը 5000-ը գերակրելու, դեր իրենց արիտ տվավ, իրենց ցերկը տվավ 5 հատ գդրված հաց, 2 հատ ցուկ եւ ասավ կացեք բազմության բաժնեցեք։ Աշակերտները բազմության բաժնելու կացին։ Ցերկերին գտնված 5-ով եւ 2-ով։ Ինչ կփորձեր անել իրենց։ Ձեր ինձի հետևելու հավատքը եւ իմ ցեզի անոր հիման վրա դված իշխանությունը բավարար է այս հրաշքը անելու, եթե ես խոսեցա խոսքից համացան շարժիկ, պիտի հաջողիկ։ Կանեոք եդս է։ Աշակերտները դգար գերբով գսեին մեր հավատքը զորացուր, Հիսուս մերժեց խաղապարը, որովհետեւ հավատքը զորացնելու հետ կապ չուներ։ Հավատքը կորզի տնելու հետ կապ ուներ։ Եվ որ Հիսուս անգե յետ աշակերտներուն հետ նավագի մեջներ եւ ինք քնացած էր աշակերտները փոթորիկի հանդիպեցան, բաղցան Հիսուսին արտնցուցին, ասելով որ փոթորիկի հանդիպեցանք, ինչու բարգեր ես։ Հիսուս առաջին որ ոտքի ելավ, հավանաբար որբեսի լավ լսեն իրեն նախ փոթորիկի եւ ալիքները գեցուց։ Յետ կա առաջին բանը եւ միակ բանը որ իրենց ասավ, այն էր ուր է ձեր հավատքը։ Դոգոսի մասին չխոսեցավ, իրենց ունեցած հավատքին մասին խոսեցավ։ Մեգումը չես ասեր ուր է քո հավատքդ, երբ գիտես որ ինք հավատք չունի։ Եվ որ ես բզդիկներուս ասեմ կամ տուն բզդիկներուս ուր է տրամը, սա կնշանակե որ իրենց տրամ դված է իր եւ իրենք տրամ ունին եւ հիմա տրամը մեջտեղ չի գա ցևով մբաճ ուր է տրամը, այսինքն իրենք ունեին հիմա կորզնականի մեջ չերևիր, բեք է երևի, ուր է ձեր հավատքը, Հիսուս գիտե որ ունին հավատք։ Խնդիրը հավատք ունենալուն եւ չունենալուն հետ չէր, հաբա խնդիրը հավատքը չկործածելուն հետ էր։ Քանի որ ուր է ձեր հավատքը ասելը գագնգալեր որ իրենպես իրենք ալ հովը սաստեին։ Հետևաբար դեր Հիսուս գմարզեր իր աշակերտներուն, որ իրենց հավատքը կործի տնեն եւ ոչ թե իրենց կյանքի մեջ գասկած ավելցնեն։ Գիտեք գասկած ավելցնելու կործողությունը որունն է, սատանային է։ Եվ ամեն անգամ որ դու նման գասկածոտ բաներ կբերես քո ինքնությանդ մեջ, դու ականջ տված ես դարբեր պատճառով, դարբեր
սեթափի մեջ սատանային։ Աստծո խոսքին հակառակ հոսանք նույթ մգա ուրգեգ ուզե եկածլա, բայց անոր աղբյուրը սատանան է, որբեսի թունք ու ինքնությունդ ոտնագող հնես։ Քանի օքի իր մուդը հոգեբես բարձր եղածադենը մեգում աղոթածադենը վայրի եւ խիստ աղոթած է։ Քանի օքի երբ իր մուդը վար է քիչմը, իր ինքնությունը ապտակված է քիչմը, աղոթքի կանե բարերը զորով գելեն իր մե, ասաղոթքի երբ պիտի վերջանա գսե, չէ՞։ Ինչ փոխվեցավ։ Երեք հավատք ունեիր այսօր չունեցար, երեք թուն էիր այսօր թուն չես։ Սատանան ինչու պիտի խնդակու վրատ։ Հիսուս իր աշակերտներուն ասավ, ես ցեզի իշխանություն տվի։ Գագնգալեր, որ իր աշակերտները այդ իշխանությունը կործածեն ճիշտ այնպես, ինչպես իրենց դրված է։ Իշխանություն բարը, որովհետև փնավ չագնարգեր դարբեր դեղեմը փամմկալ։ Աստվածաշունչին համաձայն իշխանություն բարը, որ Աստուծո մեզի գուկա, Աստծո ունեցածը մեզի դրվելուն մասին գխոսի։ Եթե լավ երտաս արմատ բարերուն մեջ անգամ, պիտի տեսնես իշխանությունը մեզի դրված է իր ունեցածը դրվելուն կապված։ Այլևս ավելցնելու հետ կապված չէ, բարձորեն մեր ունեցածը կործածելու հետ կապված է։ Հետևաբար սիրելիներ, քու պետքդ հավատք զորացնելը չէ։ Քու պետքդ հավատքով առնելիքիդ կետրոնանալը չէ։ Լավ մտի գրեք։ Քու պետքդ որում որ գհավատաս անոր հետ մդերմությունը բահելու եւ շինելու հետ է։ Ես ավելի գծկդիմ դերոջ հետ մդերմություն շինել, քան բարգև խնդրել։ Մինչև այսօր ինձի համար մարդիկ երբ բարգև գուզեն, ինձի համար քիչ շատ խորտ գտվի։ Թեև իրենց ուղղակի չպատասխանեն, որովհետև շատ երկար բացատրություն պետք է տան, որ հասկանա, բայց ինձի շատ խորտ գտվի, որ մեկը գուզե բարգև ավելցնել, կամ մեկը կգարձե, որ այս բարգևը իր բարգևն է միան։ Շատ խորտ գտվի ինձի, շատ խեղճ գտվի այդ առաջարկը ինձի, որովհետև Աստծո իրեն դված են շատ ավելի բագասպան ինքը գոհարի առնելու։ Աստված իրեն հայր դվեր է ինքը մեկը գոհարի առնելու։ Նույնիսկ 99-ը մեկ կողմ գբահե։ Հետևաբար ես եւ դու պետք ունենք մեր մդերմությունը անորդ շինելու։ Մդերմությունը ինչպես կշինենք Տիրոջ հետ։ Աստծո խոսքը կգարտանք։ Եվ որ Աստծո խոսքը կգարտանք, Աստծո խոսքը կորձի կվերածենք, թթբի գնենք մեր ամեն օրվա կյանքի մեջ։ Երբ մենք կսկսենք Աստծո խոսքին մեզի թելադրածը մեր ամեն օրվա կյանքի մեջ թթբի ընելու, կորձի վերածելու, մեր մդերմությունը իրեն հետ ավելի կզորանա, ավելի կխորանա։ Եվ որ սիրելիներ մեր մդերմությունը Աստծո հետ ավելի խոր գլա, գսկսի բնականաբար այդ խոր մդերմությունը մեր մարդկային դգար բնության մեջ առնված որոշումներեն, կործատրություններեն, մտածելացևեն, նկարակրայինեն կամ որևէ մեկ նման բաներեն վեր բարձրանալ։ Եվ հոն է, որ մարդը իր մեջը կունենա համարձակություն, ընելու բաներ, որ եթե նստեր մեկ բահ մտածեր պիտի չներ։ Եթե նստեր մտածելու բահմը պիտի չներ։ Հետևաբար մեր մարդկայինին մեջ բաներ կան, որոնք մենք երբ մտածենք, դգար կսկանք, հալածված կսկանք։ Քանի օքի հալածված է ինքն իր անձեն, երբ որոշած է հավատքով բան մնել, իր անձը կտեսնե, որ իրեն հետ համաձայն չէ, իր գլուխը իրեն հետ համաձայն չէ, իր խոր աշխարհի մեջ ըսկացումներում մեջ գզկա, որ իր անձը իրեն հետ համաձայն չէ, ժխտական արտահայտություն կնե իրեն, չես կրնար, պիտի չլա, կասկած ունի, երկմտություն ունի, չէ՞։ Որովհետև մենք գագնգալենք, որ զորությունը երևի, մենք գագնգալենք հրաշքը երևի,
մենք ակնկալ ենք մեր բանջկը երևի նախքան դվողին հետ մտերմությունը ունենանք։ Անորամար մեր իրեն հետ մտերմությունը ամենամեծ, ամենափարավոր միջոցն է Աստված բաշխելու։ Մենք շատ անգամ արագ ենք, խանդավառ ենք, զգացական ենք, օծությունը կսկանք եւ գսենք դեր ես քեզի պիտի ծառայեմ, ելա դուր ինձ ծառայեմ քեզի։ Դուր ծառայեմ քեզի, բայց Մովսեսին բարակային է որ դեր իրեն այցելեց։ Մովսեսին կանչեց իր կովը, Մովսեսին միջոցով մեծ ընելիքներ ուներ։ Այսին Աստծո մտքի մեջ գար, որ Մովսեսը մեռնի անգամ զինք հրեշտակով երկինք պիտի տանի իրեն։ Ինչպես որ եղավ, հութայի մեջ կգարթանք։ Բայց եւ որ Մովսեսին իր կով կանչեց, առաջին առաջարկած բանը հնազանդություն եղավ։ Երբ Մովսես հնազանդության մեջ հաջողեցավ, այն ադեն Աստված իրեն հայտնություն տվավ։ Հարաբերություն մշակվեցավ։ Մովսեսի մեջի եղած նվիրումը Աստծո համար կործածվելու զարգացավ, աճեցավ, փորձառություն ձեռք բերավ։ Մովսեսը նայեցեք իր առաջին բարերը, որ Աստծո ասավ, չէ, չեմ ուզեր, խոսիլ չեմ գիտեր, նայեցեք վերջը Մովսեսը։ Զարգացավ։ Մովսեսը 40 տարի առաջ նախքան Աստված իրեն կանչե իր սրտին մեջ եբրայեցիներուն ամագը գսե, որ ինք արհամարեց, անարգեց Եգիպտոսի հարստությունը եւ որոշեց անարգվել Քրիստոսի եւ անոր ժողովրդին հետ միասին։ 40 տարի առաջ կանչել են առաջ, բայց չեր գրծած ապրիլա դիգա, չեր գրծած զարգացնել, վախը եկավ, ջզմեց իրեն մեկ կողմ դրավ։ Բայց Աստված եկավ ոտքի անեց այդ մեկը։ Եվ ինքը սկսավ ադիգա գիրարել այլևս։ Հետևաբար մենք պետք ունենք Աստծո հետ մտերմության։ Դու ինչպես մտերմություն կմշակես Աստծո հետ հարցում մնե որ դու քեզի կգարձեն պետք ունիս հարցնելու։ Դու ինչպես կմշակես քու մտերմությունը Տիրոջ հետ։ Հավատքը զորացուրը հասկացանք, որ կորզնական չէ, մեզի հագարակ է։ Հիմա մտերմություն պիտի մշակենք։ Աստծո խոսքը կգարթաս, խոսքի մեջ։ Եթե գուզես միա մեկ նախատասություն գարթա ամեն օր։ Աստված փնա պիտի չթշկոյի քեզ, թեև շատ ավելի գարթալը քեզի օգուտ է, որովհետեւ ավելի ճանչնաս, ավելի գարենաս գաբել աստվածաշնչական պետքերը, բայց մեկ համար մեջ են։ Եվ այդ մեկ համարը լման օրը ծամմե եւ մարսե։ Եվ փորձի այդ համարը Գյանքիդ մեջ կորձի վերածել, դգարը սկացիր, զորություն ուզե դերոչմեն, առաջնորդություն ուզե դերոչմեն, իմաստություն ուզե դերոչմեն, բայց փորձե ամեն քնով անիգա թթվի ենել գյանքիդ մեջ, թուն ամենամդերիմ անցվի դլաս դիրոչ, որև իր խոսքը կկործատրես, մդերմությունը իրարու հետ համացայնել են գուկա, երկու օքիներ իրարու հետ մդերմություն գունենան և որ կհամացայնին շատ պաներու վրա իրարու հետ, վերջը գուզեն միշտ միասին ընլալ, վերջ ամեն ինչ միասին գնեն, համացայնություն է, հետևաբար որ դու խոսքը կսկսիս ամեն օր ընել, քու կյանքդ խոսքով կշրջապատես, ադիգա մդերմություն կստեղծի Աստծո հետ, արիթը չի դար, որ օդար մարդկային զգացական նյութերը կրավեն քու ուղեղդ և քու սիրտդ, այլապես սիրելիներ, Աստվածաշունչի մեջ գտնվող բոլոր հավատքի հերոսները, որևէ մեկը, բացի դեր Հիսուսեն անշուշտ, պիտի չկարենային ընել այնինչ որ իրենց մեկ առաջարկվեր ընելու։ Բոլորը պիտի ասեն, ասինչ խենթ կարծիք է, ասինչ խենթ գաղափար է, ես ինչպես պիտի ընեմ այս մեկը։ Բոլորը պիտի այդպես ասեին, եթե իրենց մդերմության մեջ Աստծո հետ անցած շլային իրենց մարդկայինեն վեր ցկդելու այդ վիճակը։ Օրինակի համար Աբրահամ խոստումը ստացավ, որ ազգերու հայր պիտի լա։ Բամությունը միան ասկան գսե։ Աբրահամ պիտի հոժարեր Աստծո իրեն տված քայլերը հանցն առնել, եթե ինքը իրավես հավատքով հասած չլար դեսնելու համար այս ասվածը։
Ոչ։ Աբրահամ գրծավ տեսնել Աստծո հետ մտերիմ հարաբերության մեջ, թե ինքը ազգերու հայր պիտի լա։ Գիտեք, Աբրահամ այս մեկին հավատաց եւ անգևերջը ինք անցնավես չտեսավ ինքը, բայց ամբողջ կյանքին ընթացքին ադոր հավատալով կալեց։ Մովսես դեսավ, որ Իսրայելի ժողովուրդը փարավոնեն ազատած է եւ երկիրեն դուրս կել է։ Աստված իրեն մարզեց, Աստված իրեն պատրաստեց, չէ՞, նախքան երթալը։ Աստված իրեն հայտնեց, որ ես քեզի հետ եմ։ Մովսես չսավ ավատքը սորացուր։ Ասավ ես դգար եմ, չեմ գրնար։ Չեմ գիտեր եւ այլն, բայց Աստված իրեն փաստեց, որ ես քեզի հետ եմ։ Քու քեզի ըսվածները որ գսես, ես ադոնց համացան պիտի շարժիմ։ Առաջին անգամ որ ինքը շվարեցավ, Աստված իրեն բամը ասացեր, ինքը փարավոնին ասավ, փարավոն հագարակ շարժեցավ ադոր, գնաց ասավ ինչ էր Աստծո։ Բայց անգևեր չսավ այլևս, որովհետև հասկացավ, որ Աստված իրեն գհայտնե, որ դժվարությունները պիտի լան, ես քեզի խոստացած էի, բայց ես հետդ պիտի լամ քայլ առ քայլ։ Մովսես դեսավ, որ ժողովուրդը գազադի, ինչպես դեսավ աչքով, ոչ։ Մովսես Աստծո հետ մտերմության մեջ իր սովորական անգարելի ըսվածփանեն վեր հարաբերություն ունեցավ Աստծո հետ եւ իրեն ամարադիկա տեսանելի եղավ։ Քանի օքի միտքի մեջ գախված եղած է ասկե առաջ, որ երբ հավատքի ներշնչումի մեջ կաս, օքեյ գսես, բիդլա։ Քանի օք ունեցել այս փորձառությունը, ոչ, բիդի չլա, չեմ գարձեր, անգարելի է, ինչպես բիդլա, դրամապանությունը գմտնե, բայց երբ դուն հոգևորապես այսպես վերը լաս, ներշնչումը դիրե քեզի, մտերմությունը դիրոջ հետ խոսի քեզի, օքեյ ես դուն։ Ամենաբարձ բանեն ներել են, սիրել են, հանցն առնել են, զողողություն ցույց տալ են, սկսյալ ամեն ինչ քեզի համար ընդունելի գլա, հասկանալի գլա, դու կտեսնես, որ այո պետք է։ Այո մարդ քեզի խենթ կսեն։ Այո մարդ կսեն խելքդ դուրցուցիր։ Այո մարդ կսեն թունալ brainwash եղար, բայց դու գիտես, որ ճիշտը գնես։ Երբ ես ամեն ինչ սկեցի եւ դիրոջ յետևեն քալելու սկսա, մարդիկ ասին խենթ է։ Մարդիկ ասին գերևին գերուին իրեն ցկերը գլուխին վրա ինգեր է, բամի եղեր է ճիղերուն ասոր, որ ասպես կյանք գաբրի, որովհետեւ ժողովուրդին հասարակած վարժություն աներ խելացի մեկը երթալով Աստծո չի բաշտեր։ Կանոք է դսե։ Եկե խենթը լավորավ աշխարհ կոնեմ։ Մարդիկ այսպես վարժված են։ Բայց որ դու հարաբերությանն ու մտերմությանն մեջ վիճակ մգա, որ սովորական են վեր գահանե քեզի, դու ինադեն գրնասն էլ այն բաները, որ ուրիշ ոչ ոք պիտի չներ, եւ նույնիսկ դու պիտի չնեիր այս վիճակեն վարեղած ադենդ։ Աստված Մովսեսին ասավ. «Ինչ է գեցեր ինձ գաղաչես։ Կավազանը վերցուր, թող ջուրը ջեղքես։ Չսավ դու կավազանը վերցուր, ես ջուրը պիտի ջեղքեմ»։ Մովսեսին ասավ, «Այս կավազանով այս ջուր ձովը պիտի ջեղքես»։ Եթե Մովսես դիրոջ հետ մտերմության մեջ, այդ վստահությունը շինված հարաբերության մեջ չտեսներ, որ կավազանը երբ վերցնե, այդ ջուրերը պիտի ջեղքվին, ինչպես պիտի երթարոն դեղներ, որովհետև խենթություն է։ Կանոք հասկացավ ինձի, դերոջ հետ մտերմությունը զինք վեր գահաներ սովորական ոչերեն, չլարեն, չեմ գրնարեն։ Կանոքի գաբրի իր առօրյայի մեջ ես դգար եմ, ոչ, չլար, բիդի չլա, բիդի չգարենամ, բիդի չհաչողիմ, բիդի չլա, կանոքի գաբրի ասիգա։ Բոլորիս վամությունն է, բոլորս գաբրինք, ես անգամ գաբրիմ։ Երկու օր չաղոթեմ, դոգոսը գբաքսի, վարի ցայները քիչ ավելնալու կսկսին։ Անորամար ես ինձի միան ուր գտնեմ, աղոթքի սենյակը։ Ուրիշ ջարչունիմ, չեմ գնար իրեն այդ մտերմությունը գործընծնել,
մդերմությունը գործընծնեմ, իմ անձեսը սկսյալ ինձի գուդեն։ Աստծո գործը անելու համար միշտ ոչ պիտի գտնվի։ Հետևաբար սիրելիներ, Մոսես պիտի չփարսացներ քավազանը, եթե Աստծո հետ մդերմության մեջ այոն իրեն չմղեր։ Ով էր իրեն մղողը, այո գլա։ Քանի Աստվածը սավ գլա, քանի օքի ունեցեր այդպես համոզում, եթե դերը սավ ուրեմն պիտի լա։ Ես Միրելայինքով եկա ասկե 2 ամիս առաջ եւ իրենսի որ նա բժիշկին պիտի զանգեի ագանչիս համար եւ քննություններու համար դերը սա որ մի զանգեր ինչ կսես ինչ չնեմ գադագով անշուշտ ասպաժինըսի ասա եթե դերը սա քեզ այդպես պիտենես հիմա գինը ամուսինին ասե որ ագանչի ցավը թող ցավիս եւ դոկտորին միներ գամ աստծով ստաց պիտի լա գամ ամուսինին չսիրած պիտի լա իր գունը դերը բժշկեց ինձի եւ անգե վերես ցավ չունիմ Ըստ դուրս եկա, որ Աստծո վստահ է, ոչ թե մույսը։ Հալելույա։ Դավիթ 16 տարեկան եկավ գեցավ Գողիաթին դիմաց։ Որուն դիմաց? Գողիաթին դիմաց։ Իր մեծ, զորավոր, մարզված, բادرազմի մարդ։ Դավիթ դերոջ հետ իր մդերմության մեջ դեսավ այն ինչ որ ոչ թագավորը, ոչ զորակլուխը, ոչ բոլոր զորավարները, ոչ մեկը գրծավ դեսնել որ գրնան բոլորը հավաքված Գողիաթին գլուխը դրել բոլորը հավաքված չգրցան կումարել ուժը, համոզումը, որ Գողիաթին գլուխը դրելու համար քայլ առնեն Դավիթ 16 տարեկան տղան, որ անոնց ունեցածներն մեկ հատ չուներ իր կյանքի մեջ, ոչ մեկ հատ։ Ասավաս անթլպատ բղշտացին, ով է որ գենթանի Աստծո ժողովուրդը կանարգե։ Այսօր անոր գլուխը պիտի գդրվի, անոր մարմինը եւ իր փանագին մարմինը թրջուններուն գերագուր պիտի լա։ Դավիթ նախքան գլուխը գդրելը դիրոջ աչքերով Դերոջ հետ իր մդերմության աչքերով, դերոջ հետ իր մդերմության զգայարանքներով գրծավ դեսնել, որ անոր գլուխը պիտի գոդրվի։ Մեր կյանքի մեջ լեցուն քողյատներ կան, մեր կյանքի մեջ լեցուն ծովեր կան։ Մենք շատ անգամ կգենանք մեր մարդկային չափանիշներով սահմանի մեջ եւ գսենք դերոջ հավատքը զորացուր։ Դեր ուր ես ինձ օգնե, դեր ասոնք շատ չար են ինձ այսպես կլա Հոն բադասխան չկա սիրելիս, նույնիսկ եթե հոն բադասխաններ լսես, այդ դեղի բադասխանները շուտով կփոխվին, ետ վախը, գասկածը, դժվարությունը կդիրե կյանքիդ մեջ։ Հավատքի կյանք պիտի ապրիս, դիրոջ հետ պիտի ապրիս, ու դիրոջ կհավատաս։ Պետք է քո հավատքը դիրոջ հետ իր մագարտագինը լա, եթե կհավատաս, դպավորված ես, անոր խոսքը պիտի լսես։ Եվ որ մարդկային չափանիշիդ մեջն ես, մդերմություն շինելու համար շատ մտահոգված չես, հիմա աղոտ մը գնենք ինքը կընդունի, արդեն ինքը իմ սիրտս գիտե, ադով չի վերջարդուն քո վրատ կխնդաս։ Այսօր գեսօրի առաջ խոսեցանք, որ ամոր խոսքին միջոցով գկալե, ինքզինքը բادرազմիկ կպատրաստե։ Ոչ թե անդարբեր կպատրաստե, ոչ թե անհոգ կպատրաստե, ոչ թե աշխարհով դարված կլա, ոչ թե որևէ մեկ բանով դարված կլա, հաբա դերոճմով։ Եվ դերը իրեն գուտա կյանքին պետք է ինչքան որ սահմանված է իրեն դալ։ Հովսապատ, գիտեք չէ բոլորը Հովսապատի բادرազմը, Հովսապատի բادرազմը ստորակրվեցավ, կամ հաստատվեցավ, կամ հաղթությունը սկսավ, որովհետև Աստված կբաշխտեին։ Առաջին գարկին Աստված բաշխտողները գային, ամոնացիներուն, ամորհացիներուն, ամաղեգացիներու թեմ բادرազմի ելանքացին, առաջին գարկին նվակարաններով էին, Աստված բաշխտելով էին։ Հովսապատ ինչ հասկացեր էր ասիգա անելու համար։ Եթե ես դիրոջ ներկայությունը բերեմ թշնամիին դիմաց, հաղթությունը մեզի է։
ասմարտուն մեջ այդ ցայնը գար, որ Աստված ճաշտությունը ինքնին բավարար է, որ տշնամին գոդրե։ Քանի օք եդս է ժողովուրդ։ Դակավին կյանքիդ մեջի գտնված բաները կփորձես մտահոգությամբ լուծել։ Դակավին կյանքիդ մեջ գտնվող բաները կփորձես մարդկային չափանիշի, ուր որ երկմտությունը գասկածը վախը գդիրեն, գիծակած սենյակը ուր ամեն տեսակած բաները կան, առօրյա դժվարությունները կան։ Բոլոր օրվան լուրերը, պայմանները մեկ սենյակի մեջ կտապին։ Կփորձես անոնցմով լուծել քո հարցերդ, չես կրնար, անոնք գուտեն քեզի։ Քանի օքի on մդերը առանց հավատքի գրծերը ելնել, չէ գրծացեք ելնել։ Այդ սենյակը մտնես առանց հավատքի չես ելներ, միան գնգղմիսոն։ Քիչ մաղոտքեն կգենաս, հետո ասկե կգենաս, հետո անգե կգենաս, վերջավորության կվերջանա ամեն ինչ կանցնի։ Միակ ջարը անոնցմե վեր ելնել է։ Այդ լուրերը սահման մը գա, քու մարդկային սահմանը կա անգե վեր չեն ելներ։ Դունալ որ վեր ելես կգենաս անոնց վրա կխնդաս։ Կսե երկրորդ Սամոսի մեջ Փարսիալը անոնց վրա պիտի ծիծաղի վերեն նայելով։ Դունալ որ իր կովեն նայիս, պիտի որ ծիծաղիս այդ պայմաններուն վրա, որովհետև դու գիտես որ կավազանդ երբ շարժես պիտի ջեղկվի ծովը։ Գիտես երբ Աստված ճաշտես անոր ներկայությունը պիտի կա։ Սամսոն Թեև ինձ համար Սամսոնը լուրջ խնդիր մարդ էր, բայց բաղմությունը չեն կնար անդեսել։ Սուրբ ոգին վրան էր։ Սամսոն երբ գտեսներ իր արջևը փամը, գիտեր որ գրնարն էլ։ Նախքանն էր, չէ։ Պիտի որոշեր, չէ, որն է։ Ինքը ռոբոտ չէր, ինքը մարդ էր։ Չէ։ Պիտի որոշեր։ Սամսոն քնած բռնեց քաղաքին թուրը, քաղաքին թուրը աստուրին պես չէ, աստուրը չեն կնար շալգել մենք։ Ամբողջ քաղաքին մայր թուրը վերցուց դեղեն անեց, ամբողջ փանակը զինվորները մինչև պանեն լերին վրայեն վար իջեցուց։ Դեսավ որ գրնա, չէ։ Դեսեք Սուրբ ոգին աշխատանքը մեր մեջ մեզի ուր կդանի։ Դեսավ որ արույցին ինք արույցեն թեթև էր, ինք արույցեն բզդիգեր, ինք բաղմությունը գիտեր արույցի ինչ կնե, բայց ինք դեսավ գիտեր, որ արույցին պերանը գրնա բադրել։ Այսինքն եւ որ ինքը արույցին պերանը գրնա բադրել, բայց ինքը մգան չուներ այդքան, այսինքն ինչ ալ զորավոր մարդը լար մարդկային չափանիշով, իր մգանները արույցի մարմինին մգաններու գազմվածքին ծանրության հետ փախտադապար ինքը դակավին շատ բզդիգ էր, քիչ էր, թեթև էր, դգար էր, մարդկային չափանիշով։ Բայց Սուրբ ոգին իրեն ինչ սավ գրնաս։ Ուր հանեց իրեն, այո սավ, արույցին դիմաց ոչ չսավ։ Արույցի երբ փիղ դեսնե ինչ կսե, լեցուն միս։ Փիղը երբ արույց դեսնե ինչ կսե, ու դողի եկավ։ Փիղը ավելի մեծ է։ Փիղը արույցին համար կսե ու դողի եկավ։ Արույցը երբ փիղ դեսնե կսե, լեցուն միս մեկ ամիս մի դուդենք։ Նայր քաչությունը մտածելակերպը դարբեր է։ Աշակերտները իմացան Հիսուսի հետ իրենց մտերմության մեջ որ այդ 5 հացը եւ 2 ցուգը այս բոլոր ժողովրդին մի փավե։ Գիտեք, չէ, մեկը դրդուն չրավ աշակերտներեն։ Արին Հիսուսեն փաշնելու սկսան։ Հավատք։ Հիսուսի խոսքը կորձի վերածելու ներշնչում ունեին, որ իրենց վեր հանած էր սովորական ոչեն։ Բողոս մտահոգ չէր պանդի մեջ։ Եթե գարտաս բաղմությունը մեկնաբանները պանդ տրած էին իրեն և շիղային, լավ մծեց գերած, արին լվա, լավ որ հետը երջախումբ և բենդ չուներ, ինք և շիղան, մինչև գես կիշեր դագավին գերքեն։ Այս մարդը ինչ կտեսներ Աստված բաշտելու մեջ այդ բահուն։ Այս մարդուն Աստված բաշտությունը և անոր արժեքը իր մեջ ինչ էր։ Գրնաս բահմը երևագայել։
Ցավը մորցած էր, գաբանքները ворցած էր, իրեն համար ադոնք բարձ էին, Աստված քանի գրնա ասոնք ամեն հանել։ Ասոնք մեզի կմերժեն գնեն, բայց մենք Աստծո հետ մեր մտերմության մեջ ենք եւ դերը գայցել է եւ երկրաշարժ գլա, շղթաները գինան, թրները կբացվին այնքան որ առանց որ բան մնեն, բահագը, փանդաբահը ինքզինք պիտի սպաներ։ Բախեն, որ ինչ եղավ, ասոնք փախանը, սա մեկը չփախա, բոլորը սոսենք, մի վախնար։ Փանդաբահը աշխարհեց։ Մալտայի մեջ եկավ Բողոսը եւ Փայտ կհավաքեր Պանդարգյալ Բողոսը, փայդերում մեջ են գսե օծմի ելավ եւ իր ցերկին ճրավ, որ պետք է սկզբունքով ինքը շուտով ուրեր եւ մերներ, բայց բամության համացայն ինքը թոթվեց, որովհետեւ իր մեջ սովորականեն վեր իր դեսագետը, at օծի իրեն չի գնա վնասացնել։ Եվ աս օծին խածնելը իրեն վնաս պիտի չդա, որովհետև Աստված իրեն ասած է պիտի որ արջև ելես գայշրին։ Ավելի հավատքի հետ կապ չուներ, իր համոզումին, դերոջ հետ մտերմության, դերոջ խոսքին գադարումը ապրելուն հետ կապ ուներ, որ ինքը թոթվեց օծը։ Եվ իր գործը գսե շարունակեց, ինչ որ գներ ադիգա շարունակեց։ Եթե Աստվածաշունչը թերթադենք սիրելիներ, լեցուն պիտի գտնենք այսպես բաներ։ Փիլիպոսին օրինակ առնենք։ Գսե Փիլիպոս հապշտակվեցավ։ Քանոքի գիտե ինչսել է հապշտակվեցավ։ Հրեշտակը Փիլիպոսին ինչրավ հապշտակեց, բռնեց իրեն եւ ուրիշ քաղաքի մեջ էր։ Չէ՞։ Բոլորս համաձայն ենք։ Փիլիպոս ինչրավ մեկ օր կոնժե արավ, բեկե վարցագուրտ արավ, լակյամ ես ինչպես հոսասայա, չէ, ով պերավ ինձի, Փիլիպոս չի զարմացավ, բամությունը կպաստե գսե որ հրեշտակը Փիլիպոսին հապշտակեց պերավ, գսա միջավես կարոզելու սկսավ, չզարմացավ, որ հապշտակվեր է, Քանի օք եդս է, ես չեմ կեր ինչ կլամ եթե այդպես հապշտակվիմ, չեմ կեր քանի օր չեմ իշներ կործի, չզարմացավ, ժորդ քանի օք եդս է, չզարմացավ, գսե պերավ իրեն իչեցուց մեկ օր կարոզելու սկսավ, Աստծո խոսքը կկարոզեր, կդարացեր, ուրեմն Տեր Հիսուս երբ մարտացավ, Բարգևներով գծարայեր, Սուրբ Հոգին առաջնորդության հանձնված էր, շարունակ հորը գամքը կփնտրեր իր երկրավոր առաքելության ընթացքին։ Չէ՞։ Մարդոց բժշկությունները ինչպես կտեսներ, ինչպես գնայր անոնց։ Գնայր սովորական մարդկայինեն վեր, հոր հետ իր հարաբերության մեջ կտեսներ, պիտի բժշկվի, պիտի ազատվի։ Պիտի հարություն առնե, կրծապացադրել, հետևաբար մեր պետքը հավատքը զորացնելը չէ, որում որ կհավատանք անոր հետ մտերմություն ընելն է։ Անոր հետ մտերմություն ընելն է։ Անոր համար Տեր Հիսուս խոսեցավ իր աշակերտներուն եւ սավաղոթեցեք, որովհետեւ հոգին հոժար է, բայց մարմինը դգար է։ Հոժարությունդ կեզի գծկե որ տուն պաներն ես, բայց մարմինդ դգար է, որ մարմինդ դգար է շուտով գսուզվիս այդ դգարության մեջ, գազդվիս այդ դգարութենեն, եւ բնավ չես կնար կործածել այն ինչ որ տուն ունիս, կարողություն կործածելու։ Մենք այսօր գրնանք ապրիլ սիրելիներ այդ հավատքը, մենք այսօր գրնանք վայելել այդ հավատքին բդուղները, որ մեր մեջ տրված է։ Եվ Աստծո համար մենք ենք անձերը, որ այդ բդուղները պիտի դանք։ Հովաննու 15:8 երբ դուք բդուղ բերեք, իմ հայրս այդ բդուղներով պիտի փարավորվի։ Ուրեմն մենք անով պիտի փարավորենք Աստված։ Հետևաբար ես գրնամ եւ որ Աստծո հետ մտերմության մեջ եմ, նույն ես չեմ գրնար եւ որ Աստծո հետ մտերմության մեջ չեմ։
գարջ ամփոփ ասելու համար ընդհանուր մեր խոսածը։ Այո է ինձ համար գրնամ է, եւ որ մդերմության մեջ եմ, նույնիսկ այդ անգարելի բաները, որ ամեն մարդ անգարելի գսե, բայց եւ որ ես կամ եւ մարդկայինի մեջը մտնեմ, նույնիսկ եթե փորձառություն ունիմ ասկի առաջ այո ասած եմ, բաներու որ մարդկային չափանիշեր է, ես պիտի խապվեմ, պիտի ասեմ, լավ որ գլուխնից փորձանքի մը չի գնաց այնադեն այդ բանը ըրինք։ Կանե օքեյ դեսե։ Մենք գրնանք ապրիլ հրաշքները այս տարում մեջ։ Գրնանք ապրիլ հրաշքները այս տարում մեջ։ Մեր մտածելացիը պետք է փոխենք։ Մեր մոդեցումը պետք է շտկենք։ Պետք է որոշում կայացնենք, որ մենք պիտի ապրենք որպես հավատացյալ։ Լուրերը միան TV-են, լուրերը միան լուրերեն պիտի չառնենք, նաև երկինքեն լուր պիտի առնենք։ Երեք ավոյն այդ խոսածադենն սկսեր, ես դեղը լուր չեմ առներ, էսի այո սա վերենք առնեմ։ Միան լուրերեն պիտի չառնենք, այնադեն չենք հաչողիր մեր մարդկայինեն վեր ելել, որովհետև անոնք մարդկայինը կխոսին։ Աստծո այդ մեր մդերմությունը մեզի պիտի օգնե դժվար ժամանակի մեջ։ Սեդրակ, Միսակ, Աբեդնագով գրագին մեջն էին ասին դեր թագավոր, քու գրագը չի գրնար մեզի վարել։ Մեր Աստվածը գրնա այդ գրագեն մեզի ազատել։ Դանիելը արույցներու կուպին մեջ իջնալեն չվախցավ, որովհետև գիտեր որ իր հետ եղող Աստվածը անոնց փերանը կկոծե։ Հալելույա։ Ուրեմն մենք ինչ կամփան կրնան գնել։ Դունին մեջ, սիրելիներուն մեջ։ Մենք է որ մարդոց հետ Աստծո խոսքը պիտի բաժնեկցինք։ Մարդիկը մեզի ոչ ասեն, մեկ անգամ խնդան մեր վրա, առանց որ իրենց պատասխանը վեր ելնելով դանք, ոգևոր արտնության մեջ, դերոճմով շարժելու մեջ, մեր զգացումներով, նեղվելով, ազդվելով, գորոշենք, չարժեր ասիգա, բեկա դա պիտի չխոսիմ իրեն։ Կանոքի գիտե որ ասիգա վարի հարգին մտածելակերպն է, կանե անգամ փորձեցի իրեն, բայց հույս չի գասկե։ Դեսեք Անգլիայի մեջ շատ գեղեցիկ բան մրած են, statistics մրած են, որ մարդը ամեն 4 տարի անգամը, կամ մինչև 4 տարի անգամը իր բոլոր որոշումները նորեն գրնա փոխել։ Ինքը այդպես ստեղծված է մարդը, որ 4 տարի անգամը իր բնույթը գրնա անինչ բաներու, որ շատ անգամ ոչ ասած է, գրնա հանգարց այո ասել։ Քանի օքի ներդեսեր եք, որ իրենց կյանքի մեջ ոչ ասած են ապաշխարության Աստծո հետ քալելու եւ հանգարց օրը 7 նոդար մեկը, որ փորձառություն չունի, այդքան քեզի չափալ եկավ Հիսուս անունը, սավ ինքը ձունգի եկավ լալու սկսավ։ Ժամանակը եկավ, որ ինքը որոշե, այն ադենը, այդ ադենն էր, որ գլուխը կոծված էր։ Գալ ժամանակը գլուխը պիտի բացվի։ Դուն յետևեն քալ է։ Եթե գուզես ադանցին բրգությունը, որտեվ գսիրես իրեն, մի հրաժարիր իր մե։ Իր մեղքին մեջ մի մտներ, բայց աչքդ վրան թող լազիվ դուրը բացվի, առաջարկե իրեն։ Եթե չառաջարկես որևէ պատմությունով, դու դեռ առաջին հարգին մտածելակերպ ունիս։ Դեռ Աստծո մտածելու չսկսար։ Ամեն ինչի կարող եմ Քրիստոսով, որ զիս գ զորացնե։ Հալելույա, ոտքի ելեք։